Պարոն Չարչյան, նախ ինչպես եք վերաբերվում, ինչպիսին է ձեր գնահատականը տեղի ունեցող զարգացումներին, իշխանություն, եկեղեցի այս տարվա հարաբերություններին։ Խիստ բացասական։ Ինչի, որովհետև այսօր մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդը, հայ պետականությունը կանգնած է գոյաբանական խնդրի առջև, լինել թե չլինելու առջև է կանգնած։ Եվ այսօր իշխանություն եւ եկեղեցի հակամարտությունը միայն խարխլում է մեր պետականության հիմքերը, անկախ նրանից թե ում կողմից է դա խրախուսվում եւ ում կողմից է դա այդ կրակի վրա լիուղ լցվում կամ բենզին լցվում, չգիտեմ ինչպես ուզում ենք ասենք, դա խարխլում է մեր պետականության հիմքերը եւ խարխլում է մեր ազգային արժեքների հիմքերը, խարխլում է մեր ազգային ինքնությունը, ինձ համար շատ ցավալի է տեսնել սա եւ ինձ համար շատ ցավալի է ընկալել, որ հասկացություն պետության, իշխանության եւ եկեղեցու միջև չկա եւ իշխանությունները հակասահմանադրորեն ապօրինի փորձում են մտնել նաեւ այս դաշտ։ Արդեն խոսում են կաթողիկոսի կողմից վեհարանը ազատելու, այսպես ասենք, Նիկոլ Փաշինյանի հանրային պահանջին։ Գիտեք, չպետք է ուշադրություն դարձնել այն բաներին, որը որ մեր ուշադրության արժանի չեն, այն խոսույթներին, որոնք որ արժանի չեն մեր ուշադրությանը։ Չպետք է ուշադրություն դարձնել վայրահաճություններին, ում կողմից էլ որ դա չարվի եւ միշտ պետք է առաջնորդվել հետեւյալ սկզբունքով՝ մոռանալ հերոստրատին։ Փաշինյանը փորձում է քաստինգ է արդեն հայտարարել, փորձում է ազատել վեհարանը։ Իսկ ինքը կարող է դա անել։ Բայց արդեն կոչ է, չէ՞, անում ժողովրդին։ Շատ բան է անում, իսկ ով իրան լսեց։ Ով լսեց, կոչ էր անում մյուս կրոնական միավորներին, բոլոր կրոնական միավորները միաբերան, միանշանակ ասեցին, որ չեն միանա հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարին։ Միգուցե դրա հետ է կապված, որ արդեն որոտորենե ստատուս չի գրում Նիկոլ Փաշինյանը։ Գիտեք, այդպիսի տեխնոլոգիա կա, որ փորձում են օվերտոնի պատուհանը բացել, տեսնել կկարողանան թե չեն կարողանա։ Երբ որ տեսնում են, որ մի թեթև ուժը կարող է հաղթել իրենց ուժը, մի թեթև ատամը կարող է գցել, փորձում են առաջ գնալ։ Բացեցին օվերտոնի պատուհանը, տեսան, որ հայ առաքելական եկեղեցին եւ ներքուստ եւ ժողովրդի կողմից շատ կուր է, շատ միահամուռ է, տեսան թե ինչ էր կատարվում օդանավակայանում, երբ որ ասեղ գցելու տեղ չկար, վեհապարին գիշերը ժամը 2-ին դիմավորելու ժամանակ, երբ որ տեսան, որ իրենց այս ապօրինի գործողությունների, անհիմն գործողությունների հետևանքով եւ պատարակների մասնակցությունը կրկնապատկվել է, եռապատկվել է, ես երեք պատարակի էի Մայրաթոռում, Մայրաթոռի մայր տաճարը ամբողջովին լի էր եւ ասեն, որ Մայրաթոռի ամբողջ տարածքում բազմահազար ժողովուրդ կար։ Տեսեք, այսինքն դուք կարծում եք հարցն է արհեստական, օրինակ որ որոշ հոգեվորականներ ըստ իշխանության ուսակրոնության ուխտը խախտել են, թե առհասարակ նման բան չէր կարող լինել։ Գիտեք, ես այդ կուսակրոնության ուխտը խախտելուն ընդհանրապես չեմ ուզում պատասխանել, որովհետեւ դա աշխարհիկ տիրույթում չէ։ Դա մեր եկեղեցական տիրույթում է եւ թող իրենք իրենց միջ որոշեն այդ ուխտը խախտել են թե չեն խախտել եւ այդ ուխտը խախտելու համար ինչ պատասխանատվություն պետք է ենթարկվեն։ Դա իմ մտքի տիրույթում չէ։ Դա սոսկ եկեղեցական տիրույթում է։ Մենք գիտենք, որ դուք վեհապարի բավականին մտերիմ եք։ Ես եկեղեցապատկան ես Իզմիլյան հիվանդանոցի միակ բաժնետերը հայ առաքելական Սուրբ եկեղեցին է, իսկ ես եկեղեցապատկան կառույցի ղեկավար եմ։ Այնքանով որ մեր մտերմությունը այո խոնարհվում են վեհապարի առջև, որպես հայ
Առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդ, որպես օծյալ կաթողիկոս, որպես մարդ, որը որ ահռելի մեծ աշխատանք կատարեց եկեղեցու համար, նայեք այսօր եպիսկոպոսած դասին, նայեք այսօր հայր սուրբերին, կուսակրոններին, նայեք այսօր եկեղեցուն, մինչև վեհապարի գահակալությունը Մայրաթորի տարածքում կար ընդամենը 16 շենքշինություն, հիմա 35 ավելի եւ ավելի զարգանում է։ Մտեք եկեղեցի եւ հիշեք 25 տարի առաջ, 26 տարի առաջ ինչ էր կատարվում։ Լսել եք այդ խոսքը։ Դե գլուխները պատով են տալիս, ասում են, ներողություն։ Ով որ այդպես ասում է, դա իր Ես չգիտեմ ով է ասել, ինձ չի հետաքրքրում ով է ասել։ Ա դուք եք ասում, հա որ Նիկոլ Փար, ես չեմ լսել տենց բան, հա։ Ես այդպես բան չեմ լսել։ Համաձայնել էին օրինակներ էին բերում։ Ով համաձայնվել է, ինքը իր մտահորիզոնով է եւ իր գիտակցության սահմաններում է դատում եւ ընկալում խնդիրը։ Իսկ ինչ վերաբերվում է այդ որոշապի անկված կամ պիսանկված եկեղեցիներին, ասեմ ձեզ, որ դրանք գտնվում են ոչ թե Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, այլ կրթության, գիտության, նախարարության բալանսի վրա եւ պարտավոր է վերականգնել հենց ինքը կառավարությունը դրանք։ Եվ ասեմ ավելին, որ բազմիցս Հայ առաքելական Սուրբ եկեղեցին դիմել է կառավարությանը, որպեսզի այդ եկեղեցիները անկված, խոնարհված եկեղեցիները վերցնի իր բալանսի վրա եւ ինքը վերականգնի, սակայն այսպես ասած հասկացություն չի ստացել։ Դրա համար ներողություն, ամեն մարդ թող պատասխան տա իր աշխատանքի տիրույթում։ Պարոն Չարչյան, իսկ ձեր համար հոգեվորականների եկեղեցու պատասխանատվություն է, իս մի հատ կպահես։ Շատ են ասում են, որ բավարար չի պատասխանը համարժեք չի։ Ինձ համար խիստ դրական էր այդ պատասխանը, շատ մտածված, շատ խոհեմ եւ այդ պատասխանի մեջ պարունակում էր նաեւ ինչ որտեղ իրավիճակը հանդարտացնելու խնդիր, որովհետեւ ես իմ կյանքի գերագույն դասը ստացել եմ այն օրը, երբ որ փոքրիկ էքսկուրս անեմ, հա, այն օրը, երբ որ վեհապարի անձի դեմ գնդեվազում ոտնձգություն եղավ։ Մենք երեկոյան գիշեր ժամը 10-ին Մայրաթորում սպասում էինք վեհապարին, վեհապարն եկավ, մոտ 2-3 հազար մարդ էր հավաքված, եւ այդ ժամանակ մարդիկ ասեցին, որ գնանք քայլերթով Էջմիածնից դեպի իշխանություն, դեպի հանրապետության հրապարակ, դեպի կառավարության շենք, բոլորին հանդարտացրեց, բոլորին վեհապարը խնդրեց, որ հանգիստ լինեն, ապա դրանից հետո գիշերը ժամը 2-ն էր 7 հոգով 7 անձով վեհապարի մոտ թե էինք խմում, ինչ որ մեկը համարձակվեց ասել վեհապար, վաղը հայտարարություն տանք, որ ձեր անձի նկատմամբ այսպիսի բան են արել, ասեց չփորձվեք երբեք։ Մի մոռացեք, որ ես համայն հայության ամենայն հայոց հայրապետն եմ, անգամ այն մոլորյալների, ովքեր որ իմ անձի նկատմամբ այսօր ոտնձգություն են արել։ Այս սա է իմաստությունը, սա է մեծությունը, սա է հայրապետությունը եւ Մայրաթորի վերջին պատասխանը այս ոճով էր, այս դիրքերից էր արված։ Եթե ընտանիքում զավակներից որևէ մեկ ինչ որ չարություն է անում կամ ինչ որ օրինազանցություն է անում կամ զանցանք է գործում, հայրը պետք է մնա իր բարձր մակարդակին, ինչպես դա արվեց Մայրաթորի կողմից, ինչպես դա արվեց հայրապետի կողմից։ Պարոն Չարչյան, իսկ առիթ ունեցել եք այս ընթացքում վեհապարի հետ շփում ունենալու եւ առերևույթ բավական հանդարտ է, բայց արդյոք իրապես չի խռովում այս իրավիճակը նաեւ իրեն։ Գիտեք, վեհապարը նույնպես մարդ է, իր բոլոր հույզերով, իր բոլոր այն ինչ որ բնորոշ է մարդուն անձին։ Սակայն վեհապարը այնքան մեծ է եւ այնքան իրապես վեհ է, որ երբեք ոչ մեկին ցույց չի տալիս։ Այո, մի քանի անգամ, 3 նույնպես հանդիպել եմ։ Դրանից մի օր առաջ նույնպես հանդիպել եմ վեհապարին։ Վեհապարը իր բարձրության վրա է եւ իր հանդարտության վրա է եւ իր հույսն է առ Աստված։